Բարև ձեզ սիրելիներս, մայրենիից այսօր անցնելու ենք քաղաքավարի տղան դասը։ Նայում ենք նկարին և տեսնում ենք, որ գիշեր է, երեխան գիշերաշապիկով է, մայրը անկողնու մեջ է, շնիկն էլ կարծես քնից նոր է արթնացել։ Մտածում ենք հետաքրքիր է, ինչ է պատահել, երեխաները կարող են կարծիքներ ասել, կարող են իրեն առաջարկել իրենց տարբերակները, որոշ քննարկումներ լսելուց հետո կարդում ենք և ասում, տեսնենք, ում ասածն է ավելի մոտ իրականությանը։ Բոլորն արդեն քնել էին։ Հանկարծ Վահանն արթնացավ և ձայն տվեց մայրիկին։ Մայրիկը վախեցած վեր թռավ ու հարցրեց. Ինչ է պատահել, Վահան։ Ոչինչ, մայրիկ։ Քեզ վատ ես զգում։ Ոչ։ Վատ երազ ես տեսել։ Ոչ։ Իսկ ինչու արթնացրիր։ Մոռացել էի քեզ բարի գիշեր ասել։ Եվ բոլոր երեխաները իհարկե ուրախացան, ծիծաղեցին Վահանի միամտության համար և քննարկելուց հետո ասացինք, որ իհարկե չի կարելի, եթե մոռացել ենք, ոչինչ, ավելի լավ է մայրիկ ինչ արթնացնել, մյուս առավոտյան ասել, որ կներես, բայց ես մոռացել էի քեզ բարի գիշեր ասել։ Հետո հարցնում ենք երեխաներ, ինչ քաղաքավարի արտահայտություններ գիտենք։ Երեխաները բոլորը շատ լավ սովորել են և գիտեն բարև ձեզ, ցտեսություն, ներողություն, շնորհակալություն, ինչու՞ չէ նաև բարի լույս, ամեն առավոտյան արթնանալիս ընտանիքի անդամներին և բոլոր մարդկանցում հանդիպում են և ծանոթներ են, կարելի ասել բարի լույս, իսկ քնելուց առաջ բոլորին բարի գիշեր մաղթել, նոր քնել։ Իհարկե սա պիտի տեղին և ճիշտ օգտագործվի։ Ինչու վախեցավ մայրիկը։ Գիշերը իհարկե մայրիկի մտքով չէր անցնի, որ Վահանն իրեն կարծնացնի, որ ասի բարի գիշեր։ Դրա համար խիստ անհանգստացավ։ Յուրաքանչյուր մայրիկ անհանգստանում է իր զավակի առողջության համար։ Դրա համար մայրիկը անհանգստացավ և հարցրեց. Քեզ վատ ես զգում։ Երբ բացասական պատասխան իմացավ, մտածեց, որ վատ երազ է տեսել։ Երբ դա էլ արդեն Վահանը ասաց, որ վատ երազ չի տեսել, ոչ մի բան չի պատահել, մայրիկը զարմացած հարցրեց, թե գիշերով ինչու է արթնացրել իրեն Վահանը։ Վահանը ինչու արթնացրեց մայրիկին, ուզում էր ցույց տալ, որ ինքը շատ քաղաքավարի տղա է։ Իսկ ճիշտ վարվեց Վահանը։ Երեխաները ասում են, որ ոչ, չէր կարելի գիշերը արթնացնել, քանի որ մայրիկը արթնանալով խիստ անհանգստացավ և վախեցավ։ Առաջադրանք 1. Կարդա և հիշիր։ Արթնանալուց հետո բոլորին ասա բարի լույս։ Քնելուց առաջ բոլորին ասա բարի գիշեր։ Քաղաքավարության կանոններ են, մենք մի քանի ուրիշ արտահայտություններ նույնպես ասացինք քաղաքավարության վերաբերյալ։ Առաջադրանք 2. Գտիր տարբերությունները։ Սա երեխաների ամենասիրած առաջադրանքներն են։ Բազմաթիվ տարբերություններ կնկատեն, որոնք մեծահասակները նույնիսկ գլխի էլ չեն ընկնի, որ կա նման տարբերություն։ Փորձեք երեխաներին առաջարկել նմանություններ և տարբերություններ գտնեն։ Իսկ եթե ուզում եք, որ ձեր երեխաները ավելի ուշիմ և ուշադիր լինեն, կարող եք մի երկու բան էլ դուք նկարել կողքին, բայց տարբեր ձևերով։ Առաջադրանք 3. Կարդա և սովորիր։ Բարին բառ է, լույսը բառ է, բարի լույսը բառակապակցություն է, ինչպես սիրելին բառ է, մայրիկը բառ է, իսկ սիրելի մայրիկը բառակապակցություն է։ Ճիշտ է, երեխաները բառակապակցությունը գիտեին, բայց հիմա ավելի խորությամբ են ասում։ Եվ առաջադրանք 4-ն են կատարում, քեզանից մեծերին դիմիր այս բառերով. պապիկ, տատիկ, տիկին, օրիորդ, մորաքույր, պարոն, քեռի, ընկեր, տիար, մայրիկ, հայրիկ։ Ասա ում ինչպես ես դիմում դու։ Այստեղ երեխաները ընտանիքի անդամներին են դիմում, պապիկին, տատիկին, հայրիկին, մայրիկին, իսկ անծանոթ մարդկանց կամ ոչ հարազատ մարդկանց կանանց դիմում են տիկին արտահայտությամբ, տղամարդկանց տիար կամ պարոն, երիտասարդ աղջիկներին օրիորդ, անծանոթ կնոջը նույնպես կարող են մորաքույրով դիմել, անծանոթ տղամարդուն էլ կարելի է քեռիով դիմել, բայց նաև մորաքույրը մայրիկի քույրն է, քեռին մայրիկի եղբայրն է։ Կարող ենք հարցնել, իսկ հայրիկի քրոջն ինչպես ենք դիմում։
Հայրիկի քրոջը դիմում ենք հորաքույր, հայրիկի եղբորն ինչպես ենք դիմում, հորեղբայր, քեռու, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր երեխաներին դիմում են զարմիկներ ասելով։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։